Իտալիայում կցուցադրվի Դավթի արձանի շոկոլադե կրկնօրինակը։ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կես տարով կտեղափոխվեն Լոնդոն։ Աստղային պատերազմներ ֆիլմի 8-րդ մասի պրեմիերան տեղի կունենա 2017-ի վերջին։ Հայաստանում գործող միջազգային ընկերություններից մեկը մոնիթորինգ է անցկացրել ու եզրակացրել, որ Հայաստանում գործատուները դեռ շարունակում են խտրականություն դնել կանանց և տղամարդկանց միջև։ Որպեսզի տղամարդ հեռուստադիտողները այս նորությունը սուբյեկտիվ չհամարեն, ես առաջարկում եմ նախ հասկանալ, քանի գործազուրկ կին կա Հայաստանում և ի վերջո պարզել ինչու ենք մենք քիչ ղեկավարող օղակներում։ Մասնագիտությունը լրագրողը ուսումնասիրել է տեղական աշխատաշուկան, ինչու են կանայք ավելի քիչ աշխատավարձ ստանում, քան տղամարդիկ։ Գործատերը հիմնականում էլի տղամարդ է։ Մեր բացառիկ հարցազրույցը Արդարադատության նախարարի հետ, արդյոք Հայաստանում հեշտ է լինել կին նախարար։ Ես երբևէ ուշադրություն չեմ դարձրել այս համակարգում, ավելի շատ տղամարդիկ են աշխատում, թե ավելի շատ կանայք։ Մարդիկ, ովքեր ունեն երկու մասնագիտություն։ Երևանի որ շենքն է կառուցել Beautified Project-ի ստեղնահարը։ Արեք փողոցի Երևանում չտամ, բայց քաղաք Երևանում է, ես եմ ճարտարապետը։ Ինչ գաղտնի կոդ է հորինել Արմենոիցի DJ-ը։ Հիմա որն է առաջնում այդ համակարգ, որ համակարգով եմ անում, թե որ երաժշտություն եմ գրում։ Եվ ինչու լուրջ չէին ընդունում Սիմա Բաղդասարյանի նախկին աշխատավայրում։ Ինչ լավ է, որ ես հիմա չեմ զբաղվում այդ մասնագիտությամբ։ Թողարկում, որ կհետաքրքրի բոլոր գործազուրկ աշխատասերներին, գործի մարդիկ։ Դպրոցն ավարտող աղջիկների մեծ մասի համար բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը և գոնե բակալավրի աստիճան ստանալը արդեն վաղուց ընդունված ծրագիր է։ Եվ նրանց զգալի մասը կարողանում է դա իրականություն դարձնել, ավելին հենց աղջիկներն են, որ բուհերում սովորում են բարձր առաջադիմությամբ և հաճախ պետպատվերով։ Կանայք և տեղական աշխատաշուկան թեմայով տարբեր ընկերություններ հաճախ մոնիտորինգներ են անցկացնում։ Ամենաթարմ տվյալներով այսօր Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած մարդկանց 60%-ը կանայք են, բայց հենց նրանք են նաև առաջատար գործազուրկների և երկարատև գործազուրկների ցուցանիշով։ Եթե աշխատում են, ապա հազվադեպ են հայտնվում ղեկավարող օղակներում։ Ստացվում է, որ պետությունը մեծ գումարներ է ծախսում կանանց բարձրագույն կրթություն տալու համար, իսկ հենց իրենք կանայք ժամանակ և այլ ներուժ են դնում գիտելիք ստանալու համար, բայց դա ոչ ոքի չի վերադառնում, իսկ կինը հայկական աշխատաշուկայում որպես մարդկային ներուժ չի օգտագործվում։ Կանայք հիմնականում աշխատում են ցածր և միջին օղակներում։ Նախարարական 18 պորտֆելներից միայն 3-ն են կանայք զբաղեցնում, իսկ կին նախագահի կամ վարչապետի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ինչն է պատճառը հայկական մենթալիտետը, տղամարդիկ, ովքեր թույլ չեն տալիս իրենց կանանց երկար ժամանակ անցկացնել աշխատանքի վայրում կամ մեկնել գործուղումների և սեմինարների, թե պարզապես հայ իրականության մեջ իսկապես կանանց և տղամարդկանց աշխատանքային հնարավորությունները հավասար չեն։ Հենց հիմա մեր եթերում են լայն մտահորիզոնով կանանց նեղ հնարավորությունները։ Մասնագիտությունը լրագրողը ուսումնասիրել է աշխատանքի տեղական շուկան։ Մենք համադրել ենք զբաղվածության պետական ծառայություն դիմողների ու աշխատանք գտնողների ցուցանիշները և պարզել, որ այսօր Հայաստանում 76700 պաշտոնապես գրանցված գործազուրկ կա։ Նրանց 69.2%-ը կին է։ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործազուրկներից 66796-ը անմրցունակ է ճանաչվել, նրանց մոտ 70%-ը կին է։ Անցած տարվա ընթացքում 8976 կին կարողացել է աշխատանք գտնել։ Այս թվերը համեմատելով 2014 թվականի նույն ցուցանիշի հետ պարզվում է, որ մեկ տարվա ընթացքում աշխատանք ունեցող կանանց թիվն աճել է 4%-ով։ Գործազուրկ կանանց կեսից ավելին միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ունեն։ Գործազուրկ կանանց շուրջ 14.2%-ը դրանք բարձրագույն կրթություն ունեցող կանայք են, 20.7%-ը միջին մասնագիտական կրթություն ունեն և 5.8%-ը նախնական մասնագիտական կրթություն ունեն։ Եթե նկատենք, արդեն բավականին 14.2% դրանք բարձրագույն կրթություն ունեցողներն են։ Աշխատանք գտնելու առումով մեծ խնդիրներ ունենում հատկապես 45 և ավելի տարիքային խմբի կանայք, որոնք եթե միասին միավորենք, ապա մոտ 35% կազմում են այս կանայք։ Սրանց հետ հիմնականում շատ բարդ է աշխատանքի տեղավորելը։ Կանանց մեծամասնության համար բուհ ընդունվելն ու դիպլոմ ստանալը պարտադիր ծրագիր է, որը հիմնականում հաջող ավարտ է ունենում, բայց աշխատաշուկայում մրցունակ լինելու առաքելությունը մնում է անավարտ, և երբեմն դիպլոմը դառնում է օժիտի արժեքավոր ատրիբուտ։ Արդյունքում պետությունը կամ հենց ընտանիքները գումար և ժամանակ են ծախսում կիրթ ու պատրաստված կանանց աշխատաշուկա մտցնելու համար, բայց այդ ներուժն անիմաստ վատնվում է և իր ներդրումների արդյունքը ոչ ընտանիքն է տեսնում, ոչ էլ պետությունը։ Ոմանք սա համարում են մասնագիտության սխալ ընտրության հետևանք։
Կանայք աղջիկներ ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք յուրահատուկ են հենց կանանց, դրանք առողջապահության ոլորտն է, կրթության ոլորտը, հիմնականում այնպիսի ոլորտներ, որոնք սոցիալական աշխատողի կարիք ունեն, ասենք մասնագիտական այդպիսի կարողություններ եւ աշխատաշուկայում պահանջարկը այս մասնագիտությունները բավականին ցածր է եւ այստեղ կա մեծ անհապատասխանություն, այսինքն ընտրելով մասնագիտություն, ես ուզում շեշտ դնել ստեղ մասնագիտական կողմնորոշման խնդրի վրա, որ շատերը ընտրում են իրենց ցանկության մասնագիտություն, այլ ոչ այն առումով, որ դա պահանջարկված է կամ ապագայում պահանջարկված կլինի աշխատաշուկայում, թե ոչ։ Աշխատաշուկան պարբերաբար դիտարկումների ենթարկած մասնագետները այլ կարծիքի են։ Նրանք պարզել են, որ շուկայում պահանջարկ վայելող մասնագիտություններ ունեցող կանայք շատ են, բայց կա մեկ այլ խնդիր՝ գործատուները սեռով պայմանավորված խտրականություն են դնում։ Միջազգային հասարակական կազմակերպությունը դիտարկել է մի քանի ոլորտ ու եզրակացրել, որ նույն գործով զբաղվող կանանց ու տղամարդկանց միջև կա ընդգծված խտրական վերաբերմունք։ Համաձայն կազմակերպության տվյալների կանանց 34%-ը ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան նույն գործով զբաղվող տղամարդիկ։ Կարող եք վերցնել նույն աշխատանքի համար տվյալ աշխատավայրում աշխատացուցակը, աշխատավարձի, եւ տեսնել որքան է ստանում տղամարդիկ, որքան է ստանում կանայք, բայց այն, որ 34%-ով ավելի ցածր են վարձատրվում կանայք, դրա համար կան վիճակագրական տվյալներ կան։ Դա այսինքն այդ թվերը վերցված չեն օդից եւ իսկապես դա այդպես է։ Գործատերը հիմնականում էլի տղամարդ է եւ շատ դժվար է բանակցել ու ասել, որ գիտեք, ես ընտանիք եմ պահում, իսկ համարը կարող է ասել, ես ընտանիք եմ պահում, ինձ պետք է ավելին տա։ Զբաղվածության պետական ծառայությունում չեն շղթում, որ անհավասար աշխատավարձների մեխանիզմը կիրառվում է մասնավոր սեկտորում։ Խտրականության մեկ այլ դրսևորումը պետական կամ մասնավոր բաժանուն չի ճանաչում։ Աշխատանքի ընդունելիս գործատուներն ավելի շատ վստահում են տղամարդկանց։ Ընտրությունը օրինական չէ, անգամ երիտասարդ աղջկան գործատուն դիտարկում է որպես ապագա հղիի, ով միևնույնն է թողելու է աշխատանքը։ Սա կանանց կարիերայի աճին խոչընդոտող հիմնական պատճառներից մեկն է։ Երեխաներին մանկապարտեզները ստանելու խնդիրը, որտեղ գիտեք շատ դեպքերում ծանրաբեռված են, հատկապես քաղաքային համայնքներում, գյուղական համայնքներում շատեր ընդհանրապես չկա մանկապարտեզներ, եւ այստեղ երեխաների խնամքը, որ հնարավորություն կտա երիտասարդ կանանց աշխատելու նաեւ, այս խնդիրը եւս մեծ խնդիրներից, կարևոր խնդիրներից մեկն է հանդիսանում։ Շատ երկրներում կանանց երևի 50 եւ ավելի տոկոսը զբաղված են կրճատ աշխատաժամանակով աշխատանքներով, որպեսզի հասնեն եւ երեխաների խնամքը եւ տան հոգսերը, իսկ մեզ մոտ շատ քիչ դեպքեր կան, որ կանայք աշխատում են կրճատ ժամանակ, ասենք աշխատաժամանակով։ Եթե մենք վերցնում ենք սպասարկման ոլորտը, որտեղ հիմնականում կանայք եւ պահանջարկված են այսօրվա դրությամբ, դրանք ասենք վաճառողներ, մատուցողներ, խոհարարներ, այդ բոլոր աշխատանքները հիմնականում չնորմավորված աշխատանքներ են։ Զբաղվածության պետական ծառայությունն աշխատանք փնտրող կանանց համար վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում։ Սրանից հիմնականում օգտվում են նրանք, ովքեր երեխա ունենալուց հետո մի քանի տարի գործից հետ են մնացել ու մասնագիտական գիտելիքները հնացել են։ 3 ամիս տևող դասընթացները աշխատանքային փորձ են համարվում եւ նվազագույն աշխատավարձ ստանալու հնարավորություն դառնում, բայց անկախ մասնագետները կանանց գիտելիքները կասկածի տակ չեն դնում։ Այսօր կանանց 69%-ը աշխատանք չունի, ի համեմատություն տղամարդկանց 41%-ի։ Ես այս կանանցից, այս 69%-ից 54%-ը հետաքրքրված է գտնել աշխատանք։ Եվ այս 54% կանանցից 49%-ը պատրաստ են հաջորդ 14 օրերում աշխատել։ Դա նշանակում է, որ 49%-ի համար այնուամենայնիվ գիտելիքը կորցնելու կամ աշխատաշուկայում ոչ մրցունակ լինելու խնդիրը չկա։ Կնոջ կարիերայում որոշիչ դեր է խաղում մայրանալը։ Ըստ աշխատանքային օրենսգրքի գործատուն պարտավոր է երեխայի խնամքի համար արձակուրդի անցած կնոջ աշխատատեղը պահել մինչև 3 տարի։ Մասնագետները նկատել են, որ հատկապես մասնավոր սեկտորում գործատուները հաճախ սպասում են արձակուրդի վերջնաժամկետին ու հետո մեկ ամիս անց այլ պատրվակով կնոջը ազատում աշխատանքից։ Մենք փորձեցինք գտնել դատական որևէ հայց, որն այս տարածված մեխանիզմին կառնչվեր, բայց արդյունք չեղավ։ Դեկրետի հարց լինի թե սեռային խտրականություն շատերն են խոսում, բայց ոչ ոք դատարան չի դիմում։ Գիտեք, շատ դժվար է խոսել այն լուծումների մասին, որոնց պոչը մենք դեռ չենք տեսնում, ոչ էլ սկիզբը։ Եթե դու աշխատավայրում այդ խնդրին բախվում ես եւ դատական կարգով վիճարկում ես քո իրավունքը վերադառնում ես, այնուամենայնիվ մեր հասարակությունում դեռևս պահպանվում է այն մտածելակերպը, այն պահվածքը, որ պետք չէր քեզ, ինչի համար արեցիր, ինչի ընկարես քաշքշուկի մեջ, դա կարող է քեզ համար վատ ավարտվել եւ այլն, որովհետեւ դա մասսայական բնույթ չի կրում։
Եվ կարծում եմ, որ այս թեմաները պիտի նախ եւ առաջ դարձնել հանրային քննության առարկա, որպեսզի մարդիկ սրա մասին խոսեն, բարձրաձայնեն, որ սա իսկապես խնդիր է, եւ այնուհետեւ դրանից հետո սկսվի հենց այդ վիճարկելու կամ իրավունքը պաշտպանելու ալիքը։ Քանի որ հարցը հասավ արդարադատությանը, մեր նկարահանող խումբը գնաց արդարադատության նախարարություն։ Արփինե Հովհաննիսյանը, որ նախարարական պորտֆել զբաղեցնող 3 կանանցից մեկն է, լավ հասկանում է, մեր հասարակությունում կանայք դեռ պետք է ապացուցեն, որ կարող են եւ ունեն գիտելիքներ որևէ գործ անելու համար, բայց կանանցից քչերն են, որ մինչև վերջ գնում ու անում են դա։ Մեկ ամիս անց որևէ այլ պատրվակով ազատելը կարող է դառնալ դատական քննարկման առարկա, բայց հենց այդ այլ պատրվակի օրինականության տեսանկյունից եւ ոչ թե կին լինելու կամ հետծննդյան արձակուրդից հետ վերադառնալու կապակցությամբ եւ հենց այստեղ են որ խնդիրներ կան, այսինքն կարելի է շատ երաշխիքներ սահմանել եւ ես պիտի իրավամբ ասեմ, որ մեր աշխատանքային օրենսդրությունը բավականին շատ չափանիշներ կամ սկզբունքներ ու երաշխիքներ նախատեսել է, բայց գործողության մեջ դրանք եւ ինչպես դուք եք ասում մասնավոր սեկտորում հատկապես, դրանք բավական բարդ է կառավարելը։ Պետությունը այստեղ ունի անելիքներ, որը պիտի սահմանի երաշխիքների տեսքով, բայց միայն պետության անելիքներով խնդիրը չի լուծվի երբեք։ Իսկ այն խորին համոզմունքն է, որովհետեւ հասարակությունը պիտի իր մեջ, գիտեք, այսպես ասեմ, ավելի ներողամիտ, ավելի հանդուրժող, բարի բուն իմաստով չեմ ուզում ասել, բայց ավելի թույլ տա կանանց դրսևորվել եւ ոչ թե ի սկզբանե կարծես պիտակի նման ինչ որ դեր հատկացնի իր սահմանած չափանիշներից ցանկացած շեղման դեպքում տա որակումներ, գնահատականներ, մոտեցումներ, թերահավատություն եւ այլն։ Հասարակությունը խնդիր ունի այստեղ իրականում։ Այն մտքի վրա այսպես ասած բռնացրեցի, եթե կարելի է այդպես օգտագործել, հա եզրույթը, որ ես երբևէ ուշադրություն չեմ դարձրել այս համակարգում, ավելի շատ տղամարդիկ են աշխատում, թե ավելի շատ կանայք, արդարադատության համակարգը շատ մեծ է եւ կան ոլորտներ, որտեղ բացառապես, ուրեմն այսպես ի սկզբանե հասարակության կողմից սահմանված էլ մարդկանց հոգեբանության մեջ էլ միայն տղամարդկանց են եւ կան ոլորտներ վերապահված եւ կան ոլորտներ, որտեղ կանայք ավելի գերիշխում են։ Կարևոր է ունակությունները անձի, պրոֆեսիոնալիզմը, սա բացարձակ կարևոր ուրեմն գործոն է աշխատավայրում առաջնորդվելիս աշխատանքի տեղավորման հարցում կամ ուրեմն այս կամ այն անձի ուրեմն աշխատանքի նշանակելիս։ Հայաստանում կանայք աշխատում են միջին ու ցածր օղակներում, վերին օղակները հիմնականում անհասանելի են նրանց։ Մենք չենք ունեցել կին վարչապետ, քաղաքապետ, գյուղապետերը քիչ են, իսկ եթե զարգացած երկրներում ազգային ժողովում կանանց պարտադիր ներկայությունը կազմում է 15%, ապա մեզ մոտ միայն 10% է։ Խոչընդոտները իրենց հերթին են խանգարում, բայց մենթալիտետն էլ իր դերն ունի, որովհետև մեր հասարակությունում հայրիշխանություն է, հետևաբար կանայք սովոր են որոշում կայացնելու լիազորությունը թողնել տղամարդկանց։ Արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծվում կանանց հնարավորություն տալու ներգրավվելու ազգային ժողովում եւ դառնալու падգամավոր։ Դրա համար մենք 20%-ի փոխարեն, որը պիտի օրենքով սահմանված էր այդ քվոտայով 20% կանայք պետք է լինեին ազգային ժողովում, ընտրություններից հետո այնտեղ հայտնվեցին ընդամենը 10%-ը։ Դա ոչ միայն բացատրվում է նրանով, որ կանայք ցանկություն չունեն, այլ խոչընդոտները բավականին մեծ են հաղթահարելու համար եւ ոչ բոլոր կանայքին, որ կարող են իրենց մեծ ուժ գտնել եւ հնարավորություն ունենալ հաղթահարելու այդ խոչընդոտները, դրանք եւ ֆինանսական խոչընդոտներ են, դրանք կարող են նաեւ այլ բարիերներ, այլ խոչընդոտներ լինել, որոնք ստեղծվում են նաեւ արհեստականորեն թույլ չտալու խոչընդոտելու կանանց ներգրավվածություն ազգային ժողովում։ Արփինե Հովհաննիսյանը կտրուկ ձևակերպումներ չի տալիս ու հաջողության հասնելու ճանապարհը մեր հասարակության մեջ կնոջ համար անիրական չի համարում, բայց նախարար դառնալուց առաջ ազգային ժողովի падգամավոր էր ու գիտի, որ կին ղեկավար լինելը ամենօրյա փորձություն է, որովհետև շրջապատը միշտ գնահատող հայացքով է նայում ու սպասում, որ կինը մի օր կձախողվի։ Հայաստանի Հանրապետությունում կամ մեր հասարակությունը, հայ հասարակությունը իր բնույթով շատ ավելի թե պահպանողական է, ինչը անկասկած դրական պիտի գնահատել, բայց այդ պահպանողականության որոշ տարրեր, որոնցից են մասնավորապես ավելի շատ պատրիարխալ բնույթի հասարակություն լինել, այսինքն հայրիշխանության գաղափարով այսպես տոգորված լինելը բավականին խոչընդոտներ անգամ մտածողության առումով օբյեկտիվորեն կարող է ստեղծել։ Ես կրկին ուզում եմ ասել, որ չեմ ուզում հստակ ասել, որ անհատապես կամ անձնապես այսպես խոչընդոտներ են լինում կամ գիտեք, այ միայն սեռով պայմանավորված որոշակի
շատ այսպես խտրական դրսևորումներ են լինում, բայց միևնույն ժամանակ չեմ էլ կարող պնդել եւ չեմ էլ կարող հստակ ասել, որ միանշանակ ելման կետը տղամարդկանց եւ կանանց ուրեմն համար հավասար է։ Հայաստանում գործարար կանայք նույնպես շատ չեն, միջին ու փոքր բիզնեսում նրանք 10-ից 15% են կազմում։ Կանայք ներդրումների համար գումար դժվարությամբ են գտնում եւ հաճախ խուսափում են ռիսկի գնալ։ Օքսֆամ բարեգործական ընկերությունը որոշել է ոչ միայն տեսական հաշվարկներ ու վերլուծություններ անել, այլ նաեւ հարցը հստակ ծրագրերով լուծել։ Սկսել են մարզերից, որտեղ կանայք շատ ավելի կաշկանդված են։ Մեր ստեղծած կոոպերատիվներից, որտեղ ունենք խառը կոոպերատիվներ շուրջ 17 Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում եւ ունենք մոտավորապես 7-8 կոոպերատիվներ, որոնք միայն կանանց կոոպերատիվներն են։ Եվ նպատակն էր, որպեսզի այդտեղ կանայք ներգրավեն որոշում կայացնելու գործընթացում, այսինքն կառավարում են կոոպերատիվը կանայք, եւ դա հնարավորություն է տալիս բարձրացնելու կանանց վստահությունը իրենց ուժերի նկատմամբ եւ հետագայում լրացնելու այն հնարավորությունների պակասի բացը, որ գոյություն ունի Հայաստանում։ Օրինակ Հայաստանի 800 մոտավորապես 55 համայնքներից մեր 17-ում են կանայք ղեկավարում։ Նկարահանումների ընթացքում մեծ հետաքրքրում էր ամենակարևոր հարցը՝ ինչպես են խտրականության դեմ պայքարող կանանց ընդունում տղամարդիկ։ Մոնիթորինգ անցկացնողները նկատել են առանձին տղամարդիկ խոստովանում են, որ կանայք պետք է աշխատեն ու անիմաստ չվատնեն իրենց գիտելիքներն ու փորձը, բայց հասարակության մեջ նման համարձակ կարծիքներ դեռ ոչ բոլորն են հայտնում, որովհետև համոզված չեն, որ կողքիններն իրենց ճիշտ կհասկանան։ Կնոջ ակտիվությունը, կնոջ կրթությունը, կնոջ խելքը միայն ընտանիքին, համայնքին եւ երկրին օգտակար է։ Եվ երբ որ կանայք իրագործում են, իրականացնում են իրենց պոտենցիալը, օգտագործում են հօգուտ իրենց ընտանիքի, հօգուտ իրենց համայնքի, հօգուտ իրենց երկրի, դրանից միայն տղամարդիկ շահում են։ Իսկ երբ կինը նստում է տանը եւ միայն երեխա է մեծացնում, դրանով կրկնակի դարձնելով տղամարդու բեռը, եւ տղամարդն էլ իր վրա կրում է այն կարծրատիպը, որ ինքը պիտի փող աշխատի եւ տուն բերի, տղամարդը սկսում է ժամանակից շուտ ծերանալ։ Իրականում հաջողության հասած կանայք իրենց օրինակով կկարողանան կոտրել կարծրատիպերն ու փոխել իրականությունը։ Սրա համար ժամանակ է պետք, բայց խնդիրն այն է, որ կանանց հավասարության համար պայքարողները դեռ չգիտեն գլխավոր հարցի պատասխանը։ Արդյոք բոլոր կանայք են պատրաստ հավասար լինել տղամարդկանց։ Եթե կանանց անգործության պատճառը հիմնականում այն է, որ նրանք հաճախ են ընտրում մասնագիտություն, որի պահանջարկը չկա Հայաստանում, ապա կան մարդիկ, ում բախտը աշխատանքի ընտրության հարցում կրկնակի է բերել։ Մարդիկ, ովքեր հայտնի են դարձել մի մասնագիտության, բայց տեսախցիկից դուրս զբաղվում են մեկ այլ գործով, ովքեր են նրանք, որ ունեն երկու իրարից կտրականապես տարբեր մասնագիտություններ, հաղորդման երկրորդ հատվածում։ Տղա ջան, ես քեզ վատություն չեմ անի, ես մոտ ընդունեմ աշխատանքի, ավելի լավ է գնա երաժշտությունը դա։ Չգիտես ինչու դա ինձ ավելի շատ կլանեց հեռուստաընկերությունը։ Ղեկավարությունից ասում դու լուրջ գործի ես, վարչության պետ ես, բան եւ այլն, ոնց է, դու գնում ես նվագում ես։ Ատամնաբուժով կարող է վարկանական կերպարանը փոխվել եւ հումորից դառնալ, օպերատոր, որ կարող է տեսախցիկը մի կողմ դնել եւ շերեփը վերցնել։ Առաջ սա հնարավոր էր միայն պատկերացնել կամ հատուկ էր միայն բացառիկ ունակության տեր մարդկանց։ Բայց ժամանակակից կյանքն ու դրա պայմանները այնպես են արել, որ մի քանի ու իրարից լրիվ տարբերվող գործերով զբաղվում են ոչ միայն վունդերկինդները, այլ նաև սովորական ունակություններով մարդիկ։ Մեկի համար երկրորդ մասնագիտությունը գումար վաստակելու միջոց է, մյուսի համար պարզապես փորձարարություն։ Այն, որ տեղական շոու բիզնեսում բժիշկները շատ են, հայտնի փաստ է։ Հենց դրա համար էլ մեր նկարահանող խումբը փորձեց գտնել եւ նկարահանել նաև այլ մասնագիտությունների տեր մարդկանց։ Պարզվեց, որ մեր հերոսներից շատերը ոչ միայն երկրորդ մասնագիտություն են ստացել, այլ նաև քիչ հայտնի մասնագիտությամբ շարունակում են աշխատել աստղային գործին զուգահեռ։ Նրանցից շատերը համերգներից հետո վայր են դնում կիթառներն ու գնում շինհրապարակ։ Հենց հիմա մեր եթերում են մի քանի գործ ունեցողները։ Նոր ժամանակների կյանքի ռիթմն ու մարդուն տրվող հնարավորությունները ստիպում են միանգամից մի քանի ուղղությամբ մտածել։ Մի քանի մասնագիտություն ունեցող մարդիկ արդեն չեն զարմացնում ու հանճարներ չեն համարվում։ Ավելին հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր անվերջ փնտրտուքների մեջ են ու մի մասնագիտությունը փոխարինում են մյուսով։ Միմյանց հետ կապ չունեցող մասնագիտություններ համատեղողներ շատ կան նաև հայտնիների շարքերում։ Մասնագիտությունը լրագրողը կազմեց հանրային դեմքերի ցուցակ, ովքեր երկու մասնագիտություն ունեն։ Հայաստանի ամենահայտնի խոհարարներից մեկը Սեդրակ Մամուլյանը իրականում հայկական ուտեստների մասնագետ լինելուց առաջ մանկավարժ է։ Դպրոցի տնօրեն է եղել գյուղերից մեկում։
Երգչուհի Արփին, ով Երևանի ջազային ամենահայտնի դեմքերից է, ժամանակին երգելու փոխարեն ուրիշների խոսքն է թարգմանել։ Հունահռոմեական ոճի իմշամարտիկ աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը տարիներ շարունակ մարդկանց զարմացնում է իր գեղեցիկ ու մաքուր հայերենով։ Պարզվում է չեմպիոնը դիվանագետ է, ու մասնագիտական հնարքներն ու շփվելու կարողությունները օգնում են Արսենին, նաև որպես մարզիկ հարցազրույց տալու ժամանակ։ Beautified Project-ի մենակատարը, ով գրեթե ամեն երեկո ոտքի է հանում ռոքի երևանյան սիրահարներին, երաժշտական բարձրագույն կրթություն չունի։ Անդրեն անգլերենի մասնագետ է, սովորել է Քեմբրիջի համալսարանում։ Beautified Project-ի 3 անդամներից ոչ մեկը կոնսերվատորիա չի ավարտել, երկվորյա եղբայրներից մեկն ատամնաբույժ է, մյուսը ճարտարապետ։ Կոչումով երաժիշտ տղաներից ամեն մեկը կարողացել է գտնել երկրորդ սիրելի աշխատանքը, որը միևնույն ժամանակ ավելի եկամտաբեր է, քան երաժշտությունը։ Այսօր հենց երկրորդ մասնագիտության առկայությունն է, որ տղաներին թույլ է տալիս կոմերցիայի հետևից չգնալ ու որակյալ երաժշտություն ստեղծել։ Մի 2-3 տարի անցել էր, իմ ընկերներս իրանք կարծել էին, որ մենք գնացել ենք Երևան կոնսերվատոր, որտեղ գալիս էին Երևան, հայտնի էր շատ կոնսերվատորիան, շատ լավ են ուսումնասիրանում, դասավանդում, որ վերադարձա Թեհրան, ինձ ասեցին, ո՞նց է կոնսերվատորիան, լսել եմ խումբ ունեք, լավ առաջացեք, ասի կոնսերվատորիայում չեմ սովորում, ասես, բա ո՞նց եք խումբ կազմել, ասի, ինչպես որ Թեհրանում էինք ապրում, այդ ձև Երևանում ենք ապրում, ճարտարապետական համալսարանում եմ սովորում։ Երաժշտական առաջին դասերը երկվորյակ եղբայրները ստացել են մորից եւ Հայաստան գալով կոնսերվատորիա ընդունվելու միտք էլ չեն ունեցել, որովհետեւ մոր տվածը իրենց բավարարել է։ Արլենի ընտրությունը ծրագրավորողի ու ճարտարապետի տարբերակների միջև էր տատանվում։ Վերջնական կողմնորոշվել օգնեց Երևանի այն ժամանակվա տեսքը։ Ես շատ էի սիրում, որ նոր էի եկել Երևան, քայլեի փողոցներով։ Քայլում էի, ասեց մի հատ ընկեր էի գտել, որ ինքն էլ իրանահայ էր, բայց 2 տարի էր որ ապրում էր Հայաստան։ Ասեց արի գնանք Տերյան, տենց համասարանների մասը քայլենք, տես ինչպես միջավայր, որտեվ ինձ համար միջավայրն էլ էր կարևոր, դուրս գան, ինչպես միջավայր է։ Գնացի, ճիշտ ասած, բան ասեց, իրան բան չէի ասել, բայց այդ ճարտարապետական համասարանի շենքում թիվ 2-ն էր գրած։ Այդպես մտապահեցի, հետո եկել դուրս թիվ 2-ը լավ բան էր երևում, հետո իմացա, որ դա ճարտարապետությունն է, չգիտեի, որ ճարտարապետական համասարանն է, կարող է բժշկական լիներ, բայց հաստատ բժշկական չէի գնալու։ Արլենը սկզբում նախագծող ճարտարապետ էր, հետո արդեն սեփական ընկերությունը բացեց եւ հիմա տնօրեն ճարտարապետ է։ Աշխատանքի ընդունելիս ուշադրություն է դարձնում նաեւ երաժշտական ունակություններին, որովհետեւ համոզված է երաժիշտ ճարտարապետները երգող շենքեր են ստեղծում։ Հիմա, երբ արդեն հայտնի է դարձել, Շին հրապարակում հաճախ են Beautified-ի երգերը հնչում։ Ռեզումես ուղարկել եմ ու ինձ կանչեցին, մտել եմ ներս, բոլորը սկսել են ժպտալ, ասես մի տեսակ են, հետո ասեցին գնա գլխավոր ճարտարապետի մոտ հարցազրույց։ Գնացել նստել եմ, այս ճարտարապետ հարցել, ասես, բայց դու հայտնի երաժիշտ ես, ասեցի հա, ասում բայց ստեղ ինչ ես անում։ Ասեցի ես էլ ճարտարապետ եմ միևնույն ժամանակ, հետո որ նայեց չէր հավատում, որ օրինակ այն ժամանակ մոտ 5 տարվա ստաժ ունեի աշխատանքային։ Շատ հետաքրքիր էր, որ ասեց տղա ջան, ես քեզ վատություն չեմ անի ինձ մոտ ընդունեմ աշխատանքի, ավելի լավ է գնա երաժշտությունը տա։ Ասի, բայց ես իմ կենցաղը սրանով եմ ապահովում։ Դուք եք ինձ հիմա վատություն անում, որ բան չանեք։ Մի տեսակ իրանք աշխատանքի չընդունեցին այդ մի պերիոդն էր, որ ինձ աշխատանքի չընդունեցին, որտեղ իրանք չհավատացին, որ ես կարող եմ համատեղեմ։ Ճարտարապետ երաժիշտը կատակով նշում է, որ ըստ հայտնիության Սանդղակի ինքը խմբում երրորդն է, ու նույնիսկ երկրորդ մասնագիտության մեջ եղբայրը ավելի շահեկան դիրքում է, որովհետև բժշկի համար հեռուստացույցով ավելի հաճախ Երևանը այցելուների թիվն ավելացնում է։ Ճարտարապետի դեպքում այս բանաձևը այնքան լավ չի աշխատում։ Ես աշխատել եմ Գյումրի նորակառույց հիվանդանոցի վրա, որը 3000 քառակուսի է եւ 4 հարկանի է։ Եվ կառուցվեց 2011 թվին ավարտվեց եւ հիմա շահագործում է։ Դա ես ոչ թե ես եմ գլխավոր ճարտարապետ, ես համագործակցել եմ որպես ճարտարապետ նախագծել եմ դա ուրեմն սահմանամերձ քաղաք կա մի հատ Բերդ անունով, այնտեղ մի հատ նոր պոլիկլինիկա եւ հիվանդանոց են կառուցի, ես համահեղինակ եմ։ Իջևանում եմ նախագծել նորից պոլիկլինիկա։ Երևանում կա որևէ մեկը որ շենք, որը նաև դուք գլխավորն եք եղել, գուցե մասնակցել, բայց կարող են հենց երևանցիները տեսնել, ասել
Կա շենք, բայց բանա, հա, որպես գլխավոր ճարտարապետ, ճիշտ ասած մի քիչ չեմ ուզում այդ ճակերտները բացեմ, որտեվ նախագիծը արել են, բայց դեռ չի կառուցվում, շինարարությունը պետք է արվի։ Արեք փողոցի եւ անուն չտամ, բայց քաղաք Երևանում է, ես եմ ճարտարապետը։ Երբ է սպասվում։ Մյուս տարվա մեջ այդ շենքը կկառուցվի։ Բնակելի շենք է լինելու։ Բնակելի շենք է լինելու, այո։ Smile. Այո։ Սիմա Բաղդասարյանի երկրորդ մասնագիտությունը ոչ ոքի համար բացահայտում չեղավ, քանի որ հաղորդավարուհին էկրաններին հայտնվեց խիստ մասնագիտական հաղորդմամբ։ Բժիշկների գերդաստանում մեծացած աղջիկը ուրիշ ճանապարհ չուներ, չնայած որ հետաքրքրված էր լեզուներով։ Հայրը խորհուրդ տվեց լուրջ մասնագիտություն ընտրել։ Արդյունքում Սիման հայտնվեց բժշկական համալսարանում ու ատամնաբույժ դարձավ։ Բավականին երկար աշխատել եմ իմ մասնագիտությունով, հետո ստացա առաջարկ հեռուստաընկերությունում վարել բժշկական հաղորդում եւ ինձ թվաց, որ քանի որ իմ մասնագիտությանը մոտ է, ինչու ոչ, կարելի է նաեւ փորձել։ Ես փորձեցի, կարծես թե ինձ մոտ ստացվեց, այդ ժամանակ ես համատեղում էի եւ իմ աշխատանքը լինելով ատամնաբույժ եւ վարում էի հեռուստատեսությունում բժշկական հաղորդում։ Չգիտես ինչու դա ինձ ավելի շատ կլանեց հեռուստաընկերությունը։ Ես ստացա առաջարկ վարելու Բարի Լուիս հայեր հաղորդումը եւ այդ ժամանակ ես հասկացա, որ հեռուստաընկերությունը ինձ համար ավելի հոգեհարազատ է, ինձ շատ հետաքրքիր է եւ կարծես թե էլ չստացվեց այդ համատեղելը։ Սիմայի համար երկու տարբեր ոլորտների միջև ընտրություն կատարելն ու սպիտակ խալաթը միկրոֆոնով փոխարինելը դժվար չի եղել։ Երբեմնի բժշկուհին փոքր ժամանակ երազել է երգչուհի դառնալ։ Այդ պատճառով էլ տեսախցիկների առջև հայտնվելուց հետո հասկացել է, որ եկել է մանկության երազանքը massամբ իրականություն դարձնելու ժամանակը։ Լուրջ չէին ընդունում անկախ ամեն ինչից, որովհետև մտածում էին արդեն երբ բարետես արտաքին ունես եւ երիտասարդ ես, դու չես կարող, չգիտես ինչու լինես լավ բժիշկ, միշտ թերահավատ փորձում էին ավելի տարիքով մեծ բժիշկների դիմել կամ միշտ հարցնում էին, բայց արդյոք արժե ես իր մոտ նստեմ թե ոչ, բայց հավատացեք, որ սա գլուխ գովել չէ, բայց իմ բոլոր պացիենտները ինձանից շատ գոհ են եղել եւ ասում են, թե ես լավ ձեռքեր եմ ունեցել։ Ի տարբերություն երկու մասնագիտություն ունեցող շատ մարդկանց, Սիման իր նախկին աշխատանքի մասին երբեք կարոտով չի հիշում։ Ավելին, չի ափսոսում նաև բժշկի մասնագիտություն ստանալու վրա ծախսած 10 տարիները։ Փոխարենը չի պատրաստ նոր ու ավելի սիրելի մասնագիտության համար եւս մեկ բուհ ընդունվել ու նոր դիպլոմ ստանալ։ Համոզված է, որ այս դեպքում փորձն ավելի կարևոր է։ Իմ ընկերները օրինակ շատերն են նշում, ինչու դու չես օգտագործում քո անունը եւ այսօր այդ PR-ը մեծ նշանակություն ունի եւ քեզ մոտ շատ մարդ կարող է գալ։ Անկեղծ ես պատրաստ չեմ հիմա վերադառնալ իմ մասնագիտությանը ու չեմ ուզում։ Միգուցե գա մի ժամանակ, որ ես էլի սիրով հետ վերադառնամ, բայց նայելով իմ ընկերների աշխատանքը, շատ անգամ այցելելով նրանց, ես հասկանում եմ ինչ լավ է, որ ես հիմա չեմ զբաղվում այդ մասնագիտությամբ։ Այդպիսի ինձ մոտ չգիտես ինչու սենց վանող պահ է։ Դեք ծիծաղելու կլինի, չէ, երբ որ գրես բժիշկ հաղորդավար, մի փոքր անհամատեղելի է եւ հատկապես որ արդեն 5 տարի է բժշկությունով չես զբաղվում, արդեն ամոթել է գրել բժիշկ, ես բնականաբար գրում եմ հաղորդավար։ Տարիներ առաջ Հայաստանում մեծ իրարանցում առաջացրած Արմենոից խմբի անդամ DJ Թայերովը մասնագիտության ընտրության հարցում չնեղացրեց ոչ երաժիշտ մայրիկին ու ոչ էլ մաթեմատիկոս հայրիկին։ Դարձավ DJ մաթեմատիկոս։ Սերգեյը համոզված է, որ Հայաստանում որքան ուժեղ էլ սիրես երաժշտությունը, միշտ պետք է պլան B ունենաս։ Մանկուց երաժշտության եմ գնացել, 2 հատ կրթություն եմ ստացել երաժշտական, դաշնամուր եւ տրոմբոնի բաժինները, ավարտել եմ Սայաթնովա դպրոցը, որից հետո երևի այնց որոշեցի մաթեմատիկայով զբաղվել, ասենք տունն էլ այդ բանը կար, որ ընդհանրենք երաժշտություն թե մաթեմատիկա, բայց այնց ստացվեց, որ իմ գիտության
ես գիտությունների թեկնածու եմ ու իմ դիսերտացիան նվիրված է հենց նրան, թե ինչպես երաժշտության մեջ պահել ինֆորմացիա երաժշտությունը գրելուց։ Սերգեյ Թայրյանը իր մեթոդը փորձել ու կիրառել է Արմենոիդի բոլոր երգերում, դրանց տարբեր հատվածներում թաքցնելով խմբի անդամների անունները։ Սա նոր մեթոդ է ապահովագրելու համար հեղինակային իրավունքները, որոնց խախտման դեպքում մաթեմատիկայի միջոցով ու իմանալով ճիշտ ալգորիթմը, հեղինակը կապացուցի իր բացառիկ իրավունքները։ Կա ալգորիթմ, որի շնորհիվ ենթենք պայմանավորվում է, որ ամեն տակտի մեջ իմ կարծիքով հանդիսատեսը, ով որ երաժշտական կրթություն ունի, ավելի հեշտ կհասկանա, ամեն տակտի մեջ օրինակ համար հարված են գործիքները պայմանավորվում են, որ օգտագործվում է 4 անգամ։ Եթե օգտագործվում է ավել, ֆիքսվում է 1, եթե օգտագործվում է ավելի պակաս քան 4-ը, ֆիքսվում է 0։ Դա ալգորիթմներից մեկն է։ Ու այդպես տարբեր գործիքների համար կան առանձին ալգորիթմեր, որոնք մոտավորապես 10,000-ից ավելի ալգորիթմներ կա, որը միավորվում է եւ դառնում է մեկ մեթոդ, թե ինչպես երաժշտություն գրելուց պահել մեջը ինֆորմացիա։ Ինքը օգտագործվում է տարբեր բնագավառներում, կարող է թե ենթենք բանկային բնագավառում, թե ինչ-որ կորպորատիվ գաղտնիքների համար, ինքը շիֆրացիայի մեթոդ է։ Սենց ասեմ, այդ ալգորիթմի ֆիշկան է նա, որ ես նույն երգից կարելի է հազարավոր տարբեր ձևի այդ 0-1-երը հանել։ Ու մենակ եթե դու գիտես ճիշտ ալգորիթմը, այդ ժամանակ ճիշտ կարաս հանես։ Այստեղ խմբի անդամների անուններն է ու երգի անունը, տարեթիվը եւ բանը։ Հա երգի անունը, տարեթիվը, խմբի անունը ու բոլորիս ոնց որ անունները։ Դա որ հատվածում է կարող են տեսնել։ Ընդհանուր երգի մեջ ինքը տարբեր ալգորիթմերով այդ պահված է։ Այդ պահածը ենթադրենք այս ատոմի խոզանակի ձենի մեջ, ցեպի ձեների մեջ եւ հարված են գործիքների։ DJ, երաժիշտ, գիտնական Թայրովը նաև դասախոս է ու չնայած գործ ունի երիտասարդ սերնդի հետ, ասում է, որ հեռուստացույցով Երևանը դասախոս Թայրյանի համար երբեք խնդիր չի եղել։ Ավելորդ անցուդարձից խուսափելու համար լսարանի դռները բացել է բոլոր հետաքրքրվածների ու փակել պարզապես ներկա ստանալու համար եկածների առջև։ Մի կազմակերպությունում աշխատելիս, IT ինֆրաստրուկտուրայի պետն էի, այնպես խնդիր առաջացավ, նոր տարվա գիշերը նվագում էի ակումբում, ու ոնց որ ղեկավարությունից ասացին դու լուրջ գործի ես, այնպես վարչության պետ ես, բան եւ այլն, ոնց է, էլի դու գնում ես նվագում ես։ Եվ այլն ուղղակի ըստեղ ոչ թե ապացուցելու բան, այլ մարդկանց սահմանափակ լինելն է, ու ավելի շատ մարդկանց նախանձն է երևի, որտեվ շատ մարդիկ մի բան են կարող իրանց կյանքով անել ու իրանք չեն պատկերացնում, որ այդ չլինի, իրանք ինչ կարող են անել։ Տարիներ առաջ Երևանում հաճախ համերգներ տվող DJ-ը այսօր ոչ թե հրաժարվել է իր մասնագիտություններից մեկից, այլ ավելի շատ համերգներ տալիս է արտասահմանում, քանի որ այնտեղի մարդկանց ավելի է հետաքրքրում նրա երաժշտությունը։ Ավելին, Սերգեյը իրեն առաջին հերթին երաժիշտ է համարում, հետո նոր մաթեմատիկոս։ Կուզենայի դիրիժորական բաժին ավարտեի։ Հիմա չէ, հիմա զբաղվում եմ դոկտորականով։ Ենթանք ես երաժշտություն եմ, միքսեր անում համակարգչի շնորհիվ։ Ու հասկանում եմ, թե այդ համակարգչի ամբողջությամբ իր մեջ ոնց է այդ ամեն ինչը կատարվում, թե ֆիզիկական եւ թե ծրագրային մակարդակի վրա։ Չկա տենց որ դրանով չզբաղվեմ։ Հիմա ես համակարգչով գործ եմ անում եւ գրում եմ երաժշտություն։ Հիմա ո՞րն է առաջնային այդ որ համակարգչով եմ անում, թե որ երաժշտություն եմ գրում։ Երկու մասնագիտություն ունեցող մարդկանց հասարակությունը ընկալում է երկու ձևով։ Մի դեպքում մարդիկ են, ու մոտ ոչ մի գործը լավ չի ստացվում, մյուս դեպքում բացառիկ հնարավորություններ ունեցողներ են։ Այնուամենայնիվ երկրորդ մասնագիտություն պետք է ընտրել այն դեպքում, եթե համոզված ես, որ դրանով զբաղվելու համար ժամանակ ես ունենալու։ Բացի այդ, մի քանի մասնագիտություն ունենալով դիվերսիֆիկացնում ես հնարավորություններդ ու այս բարդ փուլում գրեթե չես օգացնում անգործ մնալու հեռանկարը։ Մասնագիտության ընտրությունը ամենակարևոր քայլերից է, որովհետև պետք է կանգ առնել ոչ թե այն տարբերակի վրա, որը նորաձև է կամ հնչեղ անուն ունի, այլ այն տարբերակի, որ կարող է եւ գումար բերել, եւ հետաքրքիր լինել։
Բայց նույնիսկ ամենասիրված աշխատանքը կարող է ձանձրացնել եւ հուսախաբ անել, եթե առաջընթաց չկա։ Այնպես որ Հայաստանում իր գործի գիտակին պահելու համար պետք է նրա առջև դռները չփակել զարգանալու համար, անկախ նրանից նա կին է թե տղամարդ։ Իսկ այն ինչ տեսել եք, լսել կամ ինչի մասին ուզում եք բարձրաձայնել, կարող եք պատմել նաև մեզ։ Մենք հասանելի ենք նաև on-line հարթակում mektv.am կայքում եւ Facebook-ում կարող եք դիտել մեր թողարկումները եւ թողնել մեկնաբանություններ։ Իսկ ձեր առաջարկությունները ուղարկեք մեզ մասնագիտություն.լրագրող shnik@rmtv.com էլեկտրոնային հասցեին։ Իսկ այն ինչ մինչև վերջ բացահայտված չէ, աչքի տակ ենք պահելու ու բացահայտելու ենք մենք Սոնա Աբրահամյանը Եվ Այլիտ Աչիլինգարյանը, դա այն է, ինչ անում են մասնագիտությամբ լրագրողները։ Դա այն է, ինչ անում ենք մենք։